Մոտ 5 միլիոն դրամի կաշառք, 10 դրվագ, 15 մեղադրյալ, որոնցից 9 պետական պաշտոնյա։ Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է առևտրային կազմակերպության ղեկավարի գործով նախաքննությունը։ Իրավապահ կառույցի պաշտոնական հաղորդագրությունը ներկայացնում է դրվագներից մի քանիսը։ Մինչդեռ քրեական վարույթի նյութերը բաղկացած են 2 տասնյակ հատորից 10,000 էջից։ Գաշին ձեռնարկության տնօրեն Հովհաննես Ասատրյանը մեղադրվում է կաշառք տալու կաշառքի միջնորդության համար։ Անձը, ով մեղադրվում է կաշառք տալու մեջ, տարբեր դրվագներում մասնավորապես Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց տվել է կաշառք գումարներ խոշոր չափով իր օգտին կամ իր մատնշած անձի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար։ Անձը ժամկետնած նոր տեղպայմանով փոխարինելու համար ՍՊ ընկերության տնօրենի տեղակալին կաշառք գումարներ է տվել ժամկետնած տեղպայմանի պայմաններում շինարարությունը գազաբաշխիչ կայանի շինարարությունը ավարտին հասցնելու նպատակով։ Կաշառք է տվել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին, կրկին ժամկետանց տեղպայմանի դեպքում թույլտվություն ստանալու եւ բազմաբնակարան շենքի գազաբաշխիչ կայան կառուցելու համար։ Մեղադրվող տնօրենը քննիչի խոսքով նաև ապօրինի գործողություններ է կատարել ոստիկանության կոմունալ շահագործման վարչության պաշտոնյաների հետ հայտարարված մրցույթ իր մատնանշած անձի օգտին անցկացնելու համար։ Զույգ քրեական վարույթի շրջանակներում նաև հանրային քրեական հետապնդում է հարուցվել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ոստիկանության, կոմունալ շահագործման վարչության առաջատար մասնագետներից երկուսի նկատմամբ, ովքեր եւս առնչություն ունեն կոռուպցիոն սխեմայի հետ։ Ընկերության տնօրենը գումար է տվել նաև քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներին իր կամ իր մատնանշած անձի օգտին ապօրինի գործողությունների համար։ Քննիչ ուշագրավ է համարում քրեական վարույթով Շենգավիթի համայնքապետարանի պաշտոնյաների հետ կապված դրվագը։ Բնակելի տան հարակից շինություն է կառուցվել, որը որ ըստ էության քաղաքապետարանի կողմից համապատասխան թույլտվություն չի ունեցել։ Իր սեփական տանը կից համայնքին պատկանող հողը զավթել է որոշակի չափով եւ այդ հողի վրա ապօրինի շինարարություն է ձեռնարկել, կառուցվել է ապօրինի շինություն, որոնք հայտնաբերվել են թաղապետարանի աշխատակիցների կողմից, սակայն վարչական պատասխանատվությունից խուսափելու նպատակով կաշառք գումարներ է տվել պաշտոնատար անձանց, որպեսզի չարձանագրվի շինարարությունը եւ չֆիքսվի այդ փաստը։ Մեկ այլ դեպքում առևտրային կազմակերպության ղեկավարը գումար եւ մոտ 275,000 դրամ արժեքով բաճկոն է տվել քաղաքապետարանի գովազդի բաժնի մասնագետին։ Մերձավոր ազգականին պատկանող հագուստի խանութի սահմանված չափին նորմերին չհամապատասխանող գովազդային վահանակը չափամոնտաժելու համար։ Նույն առևտրային կազմակերպության տնօրենը իր ծանոթ պաշտոնյային, պաշտպանության նախարարության համակարգում պաշտոն զբաղեցնող անձին միջնորդել է իր մտերիմի քրոջ որդու համար ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու նպատակով, որի վերաբերյալ խոստացել է կաշառք գումար։ Ասատրյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը մեղադրանքը հիմնավոր չի համարում։ Լուրերի հետ զրույցում պաշտպանը նշեց, վարույթի հիմքում դրված ապացուցողական բազան վկայում է, որ խոսք չի կարող լինել կաշառքի մասին։ Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան։ Մայա Խաչատրյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։